Զաբել Եսայանը փայլուն կնոջ օրինակն է, որը ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի և հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր։ Կին, որի անունը 40 տարի շարունակ հայտնվեց բազում գրքերի կազմերին։ 1915 թվականին երիտթուրքերի սև ցուցակում կար նաև նրա անունը, սակայն նրան հաջողվում է փրկվել։ Խորհրդային կարգերը չէին կարող մարսել Զաբելի ընդգծված հայրենասիրությունը, ուստի Զաբելին ձերբակալում են։ Իր կյանքի մնացյալ տարիները կինը ստիպված է լինում անցկացնել Բաքվի բանտում։ Դիանա Աբգարը եղել է աշխարհի առաջին կին դեսպանը, որը 1923-ից մինչև 1952 թվականները եղել է ԽՍՀՄ դեսպան Նորվեգիայում, Մեքսիկայում և Շվեդիայում։ Իրականում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարը Հայաստանի առաջին հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում դեռևս 1920 թվականին։ Երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը վերականգնեց իր պետական անկախությունը, ոչ ոք չշտապեց այն ճանաչել, և միայն 1920 թվականին, ի շնորհիվ Դիանա Աբգարի ջանքերի, Ճապոնիան դարձավ առաջին երկիրը, որ պաշտոնապես ճանաչեց հայկական առաջին հանրապետության անկախությունը։ Աննա Տեր-Վարդանյանը ծնվել է 1920 թվականին։ Գերագույն գլխավոր ավագ կոչումը Աննա Տեր-Վարդանյանը ստացել է 1959 թվականին Նյուպորտ քաղաքի ռազմածովային քոլեջում։ Նա դարձել և մնում է ԱՄՆ զինված ուժերում ծառայող առաջին կինը, որ արժանացել է I9 կոչման։ Համալսարանական տարիներին Աննան զինվորագրվել է կանանց օդային օժանդակ կորպուս։ 1943 թվականի օգոստոսի 31-ին հեռացել է այնտեղից, միանալով կանայք արտակարգ իրավիճակներում կամավոր ծառայությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմ սկսվելուց կարճ ժամանակ անց Աննա Տեր-Վարդանյանը կամավոր զինվորագրվում է։ Քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում էր ԱՄՆ նովատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում էր։ Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Աննան եղել է գրեթե բոլոր թեժ կետերում։